Անգա, byl պիրիվես։ Եկաք Ծիրանի ծառի գեղեցկությունը ֆիքսելու։ Вперёдче фиксեցինք դա։ Ոտը դիր բրե։ Հայք, начинаем։ Արտուրին ոչ մեկ չի կարա փոքրացնի, ինգեր ջան։ Մեծությանը ոնց կարաս փոքրացնես։ Ես երեկվանից չեմ լվացվել, որովհետև երեկ ինձ գրիմ արեցին։ Հա, ասիր Հայկը գրիմի օր մեկա չի բերելու։ Հաշվեցի 5 կիլո ծիրան պետք է բերես։ Բացմա խոսքը 10 Ծիրանը չի է, լսի ծաղիկի գեղեցկությունն է։ Так, փորձում ենք սկսենք։ «2018 թվականից հետո և հատկապես 20 թվականի պարտությունից հետո մենք մեզ շարունակաբար հարց ենք տալիս, լավ ինչ պատահեց մեր հետ, ինչու են այս բոլոր արհավիրքները անցնում հայ ժողովրդի գլխով։ Մտքի ուժով հաղորդաշարը, որը մենք նախաձեռնել ենք, բաղկացած է լինելու 12 հաղորդումից։ Այսօր առաջինն է և հիմնակարային թեման, որից ուզում ենք մեկնարկենք, ազգային ինքնությունն է։ Պետությունը կարծես թե ունի բոլոր ատրիբուտները՝ բանակ, դրոշ, հիմն, բայց այդպես էլ չենք կարողանում կայանալ։ Այդ փոքրիկ նավակը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, Մեծ օվկիանոսում, անընդհատ ուժգին հարվածների տակ է թե քամիների և թե ալիքների։ Բայց որ ամենակարևորն է, մենք չենք հասկանում որն է մեր նավահանգիստը, ուր ենք մենք գնում, ինչ ուղղություն պետք է բռնենք։ Այս զրույցի համար մենք հրավիրել ենք քաղաքագետ, միջազգային փորձագետ բանակցային գործի Արտուր Մարտիրոսյանին և թեման ազգային ինքնությունն է։ Առաջի հարցը շատ պարզ է։ Լավ, ինչու է կարևոր ընդհանրապես հասկանալ որն է ազգային ինքնությունը։ Կարևոր հարց է, եթե հիշենք Ալիսային, Քերոլի գրքից, հանդիպում է նարգիլե ծխող մի թրթուրին եւ նա հարց է տալիս դու ով ես։ Кто такая? Сейчас право. Եվ Ալիսան տատանվում է այդ հարցի պատասխանը չի կարողանում ամիջապես տալ, բայց դու ով ես եւ ով է հայը, դա Չարենցի հարց երկիրնայրի, ով է հայը, կարևորագույն հարցն է, որովհետեւ եթե մենք այդ հարցին չկարողանանք պատասխանենք ով է հայը, մեր ինքնությունը, մենք չենք էլ կարողանա հասկանալ ինչու համար է կարևոր ազգային պետությունը եւ ընդհանրապես որն է այդ նավահանգիստը, որ մենք պետքա ուղղությունը բռնենք, հա, այդ օվկիանոսում, որի մասին խոսեցիք։ Ով ենք մենք։ Ինչ ենք եղել երեք։ Եվ ինչ պիտի լինենք վաղը։ Քիչ։ Շատ քիչ է մնում, որ հասկանամ։ Շոշափեմ ձեռքով հարցիս պատասխան ու էլի։ Կորչում է օդում, կորչում օրերի մշուշում։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ թե ազգային ինքնությունը, թե ազգային պետությունը, դրանք հին հունական եւ ռոմեական քաղաքակրթության հայեցակարգեր են։ Եվ մենք եթե ուզում ենք հասկանալ, մենք պետք է այդ խորքից պետք է հասկանանք միտքը ինչպես է ձևավորվել, ինչպես է հասել մինչև այսօր եւ ինչ փոփոխություններ է ապրել։ Քանի որ արդեն ետ նահանջ ենք արել եւ խորքից ենք սկսում, որն է մեր ուղեցիրը՝ հռոմեական ինքնությունը, հունական, բյուզանդական, ի սկզբանե դուք նկատել եք պատմության մեջ ինչ որ նշաններ, որ երբևիցե մենք փորձել ենք հասկանալ, որ ուղղությամբ ենք գնում եւ մեր ինքնության մեջ բազային ֆունդամենտալ առումով ավելի շատ որ քաղաքակրթության ինքնությունն է դրված եղել կամ փորձեր են եղել դնել։ Դե հիմքերում ամեն դեպքում դրված է հին հունականը, որովհետև բրիտանացի շատ հայտնի փիլիսոփա Whitehead-ը, երբ որ
խոսում էր եվրոպական քաղաքական փիլոսոփայության մասին, նա ասում էր, որ ամբողջ մեր փիլոսոփայությունը դա ուղղակի տողատակա Պլատոնին։ Մենք ուղղակի պետք է գնանք հասկանանք, թե ինչպես է ձևավորվել, որովհետև մենք եղել ենք մաս այդ քաղաքակրթության։ Իհարկե, մեր պատմությունը միայն այդ քաղաքակրթության շրջանակներում չի զարգացել, բայց դա շատ կարևոր է ամենասկզբից հիմքերից հասկանալ։ Եվ այդ հիմքերը հասկանալու համար պետք է դիմենք Պլատոնին։ Պլատոնը շատ կարևոր մի գիրք ունի, որը որ պետությունն է, 4-րդ մասում գրքի, որը նվիրված է իդեալական պետությանը։ Սոկրատեսը մի զրույց է ունենում, որտեղից մենք ստանում ենք հենց այդ սկզբնական գաղափարները կապված ազգային ինքնության հետ։ Այն ժամանակ, միջև Ֆրոյդը, միջև նյարդակ կենսաբանությունը հայտնաբերել է, որ մեր psyche-ին, այսինքն ոգին, ունի 3 շատ կարևոր տառ։ Առաջինը դա լոգոսն է, մենք գիտակցում ենք, ինքը օրինակ է բերում մի մարդ գալիս է աղբյուրի մոտ եւ իր մոտ հարց է առաջանում, խմի ջուրը թե չխմի, գիտի որ ջուրը կարող է թույնավորված լինի, դա լոգոսն է, եւ չի խմում ջուրը, այսինքն որոշում է ընդունում հիմնված այդ գիտելիքի վրա։ Երկրորդ կարևոր բաղադրիչը նրանում է, որ մենք երբ որ որոշումներ ենք ընդունում փաթոսային պահով, զգացմունքային մեր որոշումները, բայց մեզ համար, մեր զրույցի համար շատ կարևոր է հասկանալ այն ինչ որ ինքը կոչել է թիմոս։ Այսինքն թիմոսը ինչ է։ Թիմոսը մարդը ինչ որ մի բան անում է, բայց հետո կամ փոշմանում է կամ հպարտանում է արածով։ Ինչու է հպարտանում, որովհետև գիտի, որ արել է այնպիսի բան, որ համայնքը շատ բարձր է գնահատելու։ Կամ արել է ինչ-որ մի բան, որի համար ամաչելու է, ամոթ է, որ այսպիսի բան եմ արել։ Սա շատ կարևոր է թիմոսը հասկանալը, որովհետև դա է դրված լինելու հիմքում, որովհետև սոցիալական կենդանին մարդը, որը որ միշտ հանրության մաս է եղել, ինքը շատ կարևորել է, ինչպես է հանրությունը ընդունում ընդհանրապես իմ արածը, իմ չարածը։ Մենք հիմա կարող ենք հին հուներից շատ արագ թռիչ կատարենք 20-րդ դար, բայց կան շատ կարևոր կետեր զարգացման, գաղափարի զարգացման, որոնց վրա գոնե մի քանի նախադասությունով պետք է անդրադառնանք։ Բաց եմ թողում միջնադարյան քրիստոնեական միտքը Սուրբ Ավգուստինին, գանք հասնենք ամիջապես Լութերին։ Լութերը եւ ընդհանրապես ռեֆորմացիան վերեց նրան, որ հանրությունը, որը որ լրիվ այլ ձև էր, նույնիսկ ազգային հանրությունը, լրիվ ուրիշ ձև էր մեկնաբանվում միջնադարյան շրջաններում, դա նա էր, որ ազնվականները եւ հայկական բառն էլ է հետաքրիր, որ ազնիվ էին, այդ aristocracy-ն հուներենից թարգմանված լավագույնների իշխանությունը, լավագույնների իշխանությունը ինչ որ արժեքներ ունեին, այդ արժեքներով էին հանդես գալիս եւ համայնքը դրա շուրջ էր, ոնց որ ձևավորված, իրենք էին ամենագլխավոր դերակատարները համայնքի։ Բայց գալիս է ռեֆորմացիան Լութերի եւ Լութերը այնպիսի հարցադրնում, որից բխում է բոլորի հավասարությունը, որովհետեւ ինքը քրիստոնեական այդ գաղափարը, որ մենք բոլորս հավասար ենք, դարձնում է շատ կարեւոր։ Հիմքերը այդտեղ պետք է մենք տեսնենք, ինչպես 18-րդ դարում արդեն կամ 17 դարից սկսած, այդ լինելով հավասարը Թոմաս Հոբսը եւ մի շարք այլ շատ հետարքի փիլոսոփաները, Ժան-Ժակ Ռուսոն մի քիչ ավելի ուշ, բերում են դարձնում են շատ կարեւոր միտք, մենք բոլորս հավասար ենք։ Եթե մենք բոլորս հավասար ենք, ապա դա ինչ է նշանակում մեր ինքնության համար, նաեւ ազգային ինքնության համար, իհարկե։ Շատերը չգիտեն երևի դրա մասին, բայց նույնիսկ ամերիկյան հռչակագիրը բացումը հռչակագրի, որտեղ այդ հավասարությունը շատ է կարևորվում, դա հիմնված է հենց Թոմաս Հոբսի գաղափարի վրա, որ մարդիկ ծնվում են հավասար։ Եթե մենք հավասար ենք ծնվել, տեղից գալիս է նաև մտքի զարգացումը, որը բերում է հիմքում է փաստորեն ֆրանսիական հեղափոխության, 1789 թվին, ինչ էր գրված դրոշների վրա, հեղափոխական Յակոբինների, գրած էր ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Մի քիչ փոխել էին, վերջում էին դրել եղբայրությունը, որովհետև նույն կարգախոսը կար մասոնների մոտ, ուղղակի մասոնների մոտ բարձա առաջինը եղբայրությունն էր։ Հնարավոր է հասնել եղբայրությանը, եթե դու սկզբից ազատ ես, հետո նոր հավասար ես եւ այլն։ Դա շատ հետաքրքիր հարց է, որովհետև լիբերալ միտքը այսօր էլ իր ցակումը ունի այդ ժամանակաշրջանում եւ հասել է մի կետի, որտեղ այդ ազատությունը ավելի կարեւորվում է, քան որևէ մի այլ բան։ Եվրոպական ազգային ինքնության վերաբերյալ միտքը սկսում է ավելի զարգանալ 19-րդ դարվա ընթացքում
Երբ որ ազգերը սկսում են ստեղծել կամ ազատագրվել ստեղծել կամ ստեղծել իրենց ազգային պետությունները եւ իմաստը նրանում է որ այս տարածքում այս ազգը կարողանում է ունենալ իր պետությունը, որտեղ իրենք պետք է ազատ լինեն եւ հավասար լինեն օրենքի շուրջ։ Դա իհարկե միջև նույնիսկ ֆրանսիական հեղափոխությունը հոլանդական փորձն է, բրիտանական փորձն է, բայց մեզ ոչ այնքան հիմա պատմությունն է հետաքրքրում, այլ ինչ տեղի ունեցավ ազգային ինքնության հետ։ Ազգային ինքնությունը այդ ժամանակ ուրեմն սկսում է հետաքրքիր շարժ, որը որ գրանցվեց արդեն 19-րդ դարվա փիլիսոփաների կողմից Gemeinschafts դեպի Gesellschaft, ինչ որ գերմանացիք ասում են, այսինքն պատկերացնենք գյուղը որպես համայնք, համայնքից դեպի ավելի ընդհանուր համայնք, քաղաքի համայնք եւ այլն։ Սկիզբը պետք է նայենք տեսնենք պարզավոր մոդեռնա, տեխնոլոգիաները զարգանում են նաեւ անցումը դեպի շուկայական հարաբերություններ։ Շուկայական հարաբերությունները պարտադրում են, որ ավելի շատ մարդիկ աշխատեն ուրեմն քաղաքներում, որտեղ այնտեղ հադրված կենտրոնները, հա, որտեղ արժեքը նոր է արժեքը ստեղծվում, կապիտալիզմը զարգանում է, եւ դա բերում է նրան, որ մարդը, որը որ ապրում էր ավելի փակ համայնքում, եւ Թիմոսը, Սոկրատոսի ասած Թիմոսը իր համար շատ ավելի կարևոր էր, այսինքն ինչ կմտածեն հարևանները, ինչ կմտածեն մեր համայնքի ներկայացուցիչները, որովհետեւ ոչ միայն ես, իմ ամբողջ Գերդաստանը ապրել է նույն այս գյուղում։ Դա փոխվում է, որովհետեւ տեղափոխվում ես քաղաքում այդ ճնշման տակ չես։ Այո, այստեղ արդեն այլ ոնց որ արժեքներն են ավելի կարևոր եւ սահմանումը տալիս է Նիցշեն, երբ որ ասում է Աստվածը մահացել է։ Դա ոչ թե իր ուրեմն վերաբերմունքն է քրիստոնեությանը, ինքը ուղղակի ասում է, որ մենք չենք ապրում այլևս քրիստոնեական արժեքներով, հա, չենք ապրում քրիստոնեական արժեքներով եւ դա նշանակություն ունի նաեւ մեր ինքնության համար, որովհետեւ վերադառնալով հարցին, թե բա ինքնությունը ինչ է, ինքնությունը ունի 6 հիմնական սյուն։ Լեզուն, մենք նույն լեզվով ենք շփվում, հա, խոսում։ Երկրորդը ծեսերը, նիստուկացը, ավանդույթները, նիստուկացը, հավատքները, կամ կրոնական, կամ ոչ կրոնական, բայց հավատքները, ինչն է ճշմարտությունը, հա, մարդկանց համար, շատ կարևոր են արժեքները, ինչ արժեքներով են իրանք ամենօրյա ընտրությունները անում, հա, ինչի վրա հիմնված, ինչն է ճիշտ, ինչը ամոթ չի կամ ամոթ է, եւ շատ կարևոր է մեր ինքնության համար, կոչենք դա զգացմունքային համատեղ պատմության ուրեմն անցած ճանապարհի բաղադրիչը։ Դա ինչու է մեզ համար կարևոր, որովհետև որպես ազգային ինքնություն մենք հայերս այլ ազգերից տարբերվող ճանապարհ ենք անցել եւ ունեցել ենք այնպիսի կետ մեր ազգային զարգացումում, որը որ չի կարող անտեսվի, որը նաեւ միացնում է մեզ բոլորին, որպես համայնք, հա, լինի դա վիրտուալ համայնք կոչենք կամ համայնք, որը որ ունի համ պետականություն, համ շատ մեծ սփյուռք, հա։ Երևի մենք եզակի ազգերից ենք, որը որ ունի պետականություն, որտեղ բնակվում է երևի 1/3-ը, այդ 1/3-ն էլ հիմա երևի երկրից դուրս է, եւ ունենք շատ մեծ սփյուռք, այսինքն եթե 10 միլիոն մոտավորապես ազգությամբ հայ այսօր աշխարհում, որոնք նարգիլե ծխող թրթուրի հարցին ով ես դու, ասում է հայ եմ, բայց մենք միջև վերջ հասկանում ենք ինչպես կարելի է սահմանել ով է հայ, ով հայ չի։ Ես ուզում եմ ստեղ ասել, որ մեր հաղորդաշարը բնավ չունի նպատակ բոլոր հարցերի պատասխանները գտնել ես 30-40 րոպեների ընթացքում, բայց եւ այնպես կա նպատակ ամենայն դեպս ստիպել կարևորագույն հարցերի մասին մտածել, որպեսզի լուծումներ գտնվեն եւ արդեն քայլ առաջ անենք եւ մոտենանք ի վերջո հանգուցալուծման։ Երբ որ նախ շնորհակալ եմ պատմական էքսկուրսի համար եւ ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, արդյոք մենք հայերս, քանի որ ազգային պետության կառուցելու եւ ոչ մի շանս պատմության մեջ չունեցանք, չօգտագործեցինք, նշանակում է, որ միջին վիճակագրական եվրոպական երկրի ճանապարհը էվոլյուցիոն խախտվեց եւ դրա հետ մեկտեղ էլ կորցրինք ազգային ինքնության ձևակերպելու որևիցե շանս։
Մեր ազգային ինքնությունը իհարկե երկար դարերով ձևավորվել է նաև կայսրություններում, որտեղ դու փորձում ես նմանվել Տիտղոսային իշխող էթնոսին, հա, որովհետև մետրոպոլիայի էթնոսին։ Ուզում ես նմանվես, որովհետև դա նաև քո գոյատևման խնդիրն է, հա, ինչպես ես գոյատևում, նմանվում ես իրենց եւ իրենք չեն դիտում քեզ որպես օտար կամ վտանգավոր տար, հա, այդ կայսրության մեջ։ Իհարկե դա շատ կարեւոր է ինչա տեղ ունեցել, ոնց է դա ազդել մեր ազգային ինքնության ձևավորման վրա, նմանավանդ մեր անցած ճանապարհի վրա եւ ինչպես է ձևավորվել մեր արժե համակարգը տարբեր երկրներում, տարբեր ճնշումների տակ։ Եվ այսօր, եթե մենք հարցնենք ազգագետներին ով է հայը, ինձ թվում է, որ կդժվարանան պատասխանել այդ հարցին։ Հանրության մոտ, շատերի մոտ ես երբ որ շփվում եմ, զգում եմ, որ իրանք կաղնած են, որը կոչվում է ավելի պրիմորդիալիստ, հա, մոտեցման վրա, որը որ ասում է դու ծնվել ես հայ, քո ծնողներն են հայ, այսինքն գենետիկորեն դու հայ ես եւ ուրեմն հայ ես։ Բայց այդ պատասխանը իհարկե առնչվում է այլ դպրոցների ներկայացուցիչները էթնոլոգիայի կամ ազգագիտության կարող են հակադրվեն եւ կարող են ասել դե եթե այդպես է այսօր տեսեք քանի հայ կա կոչվում են նաեւ երևի կրիպտոհայեր ինչ կամ կրիպտոհայ կա Թուրքիայում կամ այլ երկրներում կամ Վրաստանում նույնիսկ մեր հարևան Վրաստանում այսինքն որոնք գենետիկորեն եղել են նույն փուլից բայց հետո փոխել են իրենց ազգությունը դարել են ավելի թուրք կամ թուրքերը կամ ավելի վրացի կամ վրացիները կոնստրուկտիվիստները իհարկե կարող են հակադրվեն ել չեմ ասում պոստմոդեռնիստ մոտեցումներին որոնք որ բազմա ինքնության այդ գիտելիքը զարգացնելով ասելով որ չկա այդ ընդհանրապես ես չեմ ուզում իմաստեղ ասել որ որևէ մի մոտեցումը ճիշտ է կամ սխալ է ես ուզում եմ որ մենք հասկանանք որ մինչև մենք չգանք ինչ որ ձևով բավարար կոնսենսուսի այս հարցի շուրջ Մենք չենք կարող պատասխանել ով է հայը, այդ հարցին չենք կարող պատասխանել, դա նշանակելու է, որ մենք չենք կարողանալու լուծումներ գտնել, իսկ ազգային պետությունը դա ոնց որ լուծում լինի ազգային ինքնության պահպանման համար, հա, ինչու են ստեղծում ազգային պետությունները, որպեսզի ապահով զարգացման պայմաններ ստեղծեն ազգային ինքնության համար։ Պարոն Մարտիրոսյան, ես հիշում եք հաղորդման սկզբում ասացի, որ մենք չունենք հավակնություններ, ընդհանրապես լուծումներ տալու վերջնական, բայց այնուամենայնիվ եկեք փորձենք հասկանալ ազգային ինքնությունը ձևակերպելու համար ինչ է անհրաժեշտ ստեղծել, որպեսզի արդեն դրա, այսպես ասած, հիմքի վրա կառուցվի ազգային ինքնությունը։ Եթե մենք վերցնենք ազգային ինքնության սյուները, օգտագործենք դրանք որպես չափանիշներ, մենք դժվարանալու ենք ազգային ինքնության սահմանումը տալու, հայկական, ով է հայը, այդ հարցին պատասխանելու, որովհետև եթե լեզուն վերցնենք, մենք ունենք շատ հայեր, որոնք որ հայերեն չեն էլ խոսում, ես նկատի ունեմ այո, եւ կան հայեր նաեւ, որոնցով մենք հպարտանում ենք որոնք երևի հայերեն չեն էլ խոսել։ Չեմ ուզում նույնիսկ խոսել ծեսերի մասին, որոնք որ դրանք շատ տարբեր են, մենք տարբեր համայնքներում հայկական կարող ենք տեսնել ոնց պատմականորեն տարբեր կայսրություններում ապրած այդ համայնքները ծեսերը եւ այլն փոխվել են։ Չեմ ուզում խոսել նաեւ դեր արժեքների մասին, որը շատ կարեւոր է, բայց մենք ունենք մի թել, որը որ մեզ բոլորից միացնում է։ Դա 6-րդ կարևոր սյունն է ազգային ինքնության, դա պատմական սյունն է։ Այսինքն եթե մենք այդ մի սյունը հանում ենք, նաև իհարկե կապված է ցեղասպանության հետ, հա։ Ես ինչի նկատի ունեմ, ոչ միայն հայերի համար, բայց երբ որ դու ինչ-որ մի մարտի անուն ես տալիս, դե հայերի համար խոսքը ասում ես ավարայրը ամիջապես ինչ-որ նարատիվներ է բանանում, հա։ Դու ինչ-որ ասում ես ցեղասպանություն եւ մարդու մոտ զգացմունքային այդ բաները սկսում են ինքը վերապրել։ Դե վրացիների համար ասեք մարտկոպի, ինքը ամիջապես կհասկանա ինչի մասին ես դու խոսում, ինչ կարևոր մարտատեղ ունեցել այնտեղ իրենց ազգային ինքնության համար։ Այդ թելը չեն կարող կտրել, հա։ Այդ թելն է, որ բոլոր հայերին այդ մեր այդ եզակի իրավիճակը, երբ որ դրսում ավելի շատ մարդ ապրում, որ ասում են ես հայ եմ, ասում եմ, մենք այդ թելը պետք է միշտ
Ես չեմ ասում, որ մենք պետք է միշտ ապրենք զոհի այդ բանով, հա, մտածողությամբ, բայց մենք չենք կարող նաև մոռանալ, հա, ինչա տեղի ունեցել եւ ինչ դասեր մենք պետք է որպես ազգ քաղենք, որպես համայնք մենք չենք կարող կայանալ, եթե չկա մասնակցություն։ Այսինքն դու ապրում ես քո կյանքով Սփյուռքում կամ Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, տարին մի անգամ ինչ որ մի չեք ես դուրս գրում բարեգործական եւ ոնց որ քո պարտականությունները կատարեցիր, բայց դա այդպես չի։ Այսինքն սկսում ու ավարտվում է միայն գումար տալով, ոնց որ մենք պետք է մտածենք ինչպես են մարդիկ, ովքեր որ ոչ միայն իրենց հայ են համարում, չլինելով նաեւ նույնիսկ դեր քաղաքացի, որտեղ քաղաքացիությունը դա վերադառնալով ֆրանսիական այդ ազգային պետության ստեղծմանը բոլոր ովքեր որ ծնվել են Ֆրանսիայի տարածքում ֆրանսիացի են։ Այդ է մոտեցումը եղել, հա։ Եվ մենք գիտենք, որ դա շատ կարևոր մոտեցում է, այսինքն դու ոնց որ ազգային ինքնությունը սահմանում ես քաղաքացիությունով։ Քաղաքացի ես թե չէ։ Դա մի մոտեցում է, բայց մեր դեպքում դա երևի չի աշխատի։ Ես ուզում եմ ձեզ մարտահրավեր նետել։ Դուք ծնվել եք Վրաստանում, ազգությամբ հայ եք, ապրել եք Ռուսաստանի Դաշնությունում, սովորել, աշխատել եք երկար տարիներ Բոստոն, ԱՄՆ։ Հիմա եթե պատկերացնենք, որ Հայաստանում գոյություն ունի իշխանություն, որը առնվազն սկսել է մտածել ազգային ինքնության մասին եւ առնվազն հասկացել է, որ պլյուս 6-9 միլիոն հայեր, որոնք Հայաստանից դուրս են, դա կապիտալ է եւ ի վերջո պետք է գալ սկսել երկխոսություն, ապա ինչ առաջարկություն հենց դուք կուզենայիք լսել իրենցից, ինչպիսի ձևակերպում, որը այսպես ասած ձեռնտու կլիներ համ ձեզ, որպես երկար տարիներ հայրենիքում չապրած մարդու, համ կլիներ տրամաբանական, համ կլիներ Թիմոսի ազգային ինքնության, պետության, այդ ամեն ինչը կլիներ մեջը եւ կլիներ փոխշահավետ, ոչ թե այն իմաստով, որ դուք կրկին համահայկական հիմնադրամին ինչ որ կլորիկ գումար կուղարկեք, այլ կլիներ ազնիվ։ Այնքանով ազնիվ, որ պետությունը հստակ կգծեր իր շահը եւ կստանար այն, եւ դուք էլ կլինեիք բավարարված որպես հայորդի, որը Հայաստանում երկար տարիներ չի բնակվել։ Իհարկե ազգային ինքնության հարցը ոնց որ չի էլ ծագում նրանց համար, ովքեր որ ծնվել են, մեծացել են Հայաստանում։ Իրանց համար բնական է, չէ՞, որ ես ծնվել եմ Հայաստանում, ծնողներս հայ են, ես հայկական դպրոց ավարտել եմ, լեզուն տիրապետում եմ եւ ոնց որ դրսում ապրող հայերի համար դա ավելի մեծ ջանքեր է պահանջում, որ դու պահպանես քո ինքնությունը։ Մենք դարերով կորցրել ենք հայկական մեր բանը ավելի մեծ կարող է եղել, կորցրել ենք։ Դա կարելի է նայել ոչ միայն չերկեզահայության պատմությունով, կամ նայել ուրեմն Լեհաստանում անի անկումից հետո համարյա թե կես միլիոնի չափ հայություն բնակվեց այն ինչ որ այսօր արևմտյան Ուկրաինա եւ Լեհաստան։ Մնացել են այդ հայերը, չեն մնացել, ձուլվե գնացել են։ Որտեվ դա ջանք է պահանջում, ես կարամ իմ օրինակով բերել ձեզ ինչի մասին է խոսքը ջանքը, հա, որ դու չդառնաս, ասիմիլացվես, չդառնաս ինչ որ այլ ազգի ներկայացուցիչ, ինքնությունը չփոխես, ազգային ինքնությունը չփոխես։ Քերիս շատ լավ նկարիչ էր, իծնե ուներ այդ տաղանդը, դպրոցում արդեն նկատվել էր, բայց մեծ ջանքեր պահանջվեցին, որ ինքը ընդունվի Թբիլիսի ակադեմիան նկարչական, ուրեմն ինքը ոչ միայն քննությունը պետք է վրացրեն լեզվով հանձներ, այլ ամբողջ ուսումը վրացրեն ա եղել, վրացրեն ստացել։ Վրացրեն փայլուն խոսում էր, գոլեգաները, ընկերները բոլորը ճանաչում էին իրեն որպես շատ տաղանդավոր նկարիչ, բայց ինքը չկարողացավ շարունակել նկարչական կարիերան, սկսեց զբաղվել ավելի կերամիկայով, որովհետև դրանով կարողանում էր ընտանիքը պահել։ Ինչու՞, որովհետև իրեն հստակ ասացին ազգը փոխի, վերցրու վրացական ազգ եւ բոլոր դռները կբացվեն քո համար։ Լավ տղա ես, բայց հայ ես։ Այո, դա վրացի կունեն այդ ասացվածքը, կայբիջիա, մագրամ սոմեխիա։ Կարաբիջիա, մագրամ սոմխեթի։ Սոմեխիա։ Բայց դա ես հիմա չեմ ուզում որ սա հնչի որպես քննադատական խոսք։ Սա իրողությունն է։ Սա իրողությունն է, սա տեղի է ունենում բոլոր տեղում։ Մենք չենք կարողանալու պահել ազգային ինքնությունը միայն դրսում, Սփյուռքում, ընդ որում մենք չենք հետևում
իսրայելական փորձը խոսքի օրինակ, որոնք որ սկզբից հավաքեցին ալիաների շնորհիվ բնակչություն Իսրայելում, ստեղծեցին հզոր պետություն Էրեց Իսրայելը, եւ քանի որ ես 20 տարի առաջ ավելի շատ եմ աշխատում իրանց հետ, իրանց մտավորականների հետ, Իսրայել-պաղեստինական հակամարտության բանակցությունների բանում, ինձ շատ հետաքրքրեց, որ իրանք մի պահ եկել էին, որ խոսում էին սիոնիզմի ավարտի մասին, ինչ էին ասում էին սիոնիզմը իր առաքելությունը արդեն ավարտել է։ Մենք պետությունը ստեղծել ենք, հզոր պետություն ենք։ Հիմա դուք մնացեք այնտեղ, որտեղ որ դուք ապրում եք, այդտեղից դուք ավելի կարևոր կլինեք, մեծ օգուտ կբերեք Իսրայելին։ Իսկ մենք պետությունը կօգնենք ձեզ, որ դուք ձեր ինքնությունը պահեք։ Այսինքն լեզուն, որ 48 թվին իրանք փաստորեն ով էր խոսում հեբրայերեն, այսինքն շատ քչերն էին խոսում եւ տարբեր էին բարբարները եւ այլն, իրանք բերեցին այդ լեզուն ոնց որ զրոյից ստեղծեցին, ոչ յիդիշ, ոչ լադինո, ոչ արաբերեն, այլ էսա լինելու մեր ազգային լեզուն։ Եվ իրանք հիմա պահպանում են, օգնում են, պահպանում են։ Ես ինչու եմ սրա մասին խոսում, որովհետեւ հիմա արդեն գալով ձեր հարցի պատասխանին, եթե մենք պետք է պահենք այ կապիտալը, որի մասին դուք խոսում եք, եւ մենք այլ կապիտալ չունենք որպես ազգ, հա, ազգային պետության համար կարևորագույն կապիտալը։ Ոնց որ ունենաս երկու թոք, մի թոքը արդեն հիվանդ է, շատ վատ վիճակում է գտնվում, բայց դու երկրորդ թոքից հրաժարվես, ասես երկրորդ թոքը ինձ պետք չի, ինչու, որովհետև կան ինչ-որ այսպիսի գաղափարներ ֆրանսիական, որ ովքեր որ այստեղ է բնակվում, միայն նրանք են հայկական ուրեմն անձնագիր ունեցող քաղաքացիական ազգի ուրեմն սահմանում ենք տալիս, հա, ազգի ինքնությունը սահմանում ենք միայն քաղաքացիությունով, բայց մեր դեպքում դա շատ վատ է լինելու։ Հիմա ինչ պետք է արվի։ Պետք է արվեն այնպիսի փոփոխություններ, որ հայերը, որոնք որ ուզում են մասնակցել, որոնք որ ուզում են ինչ-որ մի լումա, իրական լումա ունենալ մեր ազգային պետությունը ուժեղացնելու, որովհետև հասկանում են, որ առանց այդ ազգային պետության ավելի դժվար է լինելու պահել ինքնությունը դրսում, որ իրանք կարողանան մասնակցեն։ Հիմա ես չունեմ ուղղակի լուծումներ այս հարցին, բայց այդ մասնակցեն, չէ, բայց տեսեք, եթե մեր խոսակցությունը լիներ սրանից նույնիսկ 10-15 տարի առաջ, կասեք դուք ինչ-որ երազանքների բաների մասին եք խոսում, բայց այսօր ուրեմն տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, որ մարդը ավելի շատ մասնակցի, եւ այդ մասնակցությունն է, որ բերելու է այդ համայնքի զգացումը, բերելու է ընդհանուր արժեքներ, հա, որոնք որ ընդհանուր են բոլորիս համար լինելու։ Ես էլի հասկանում եմ, որ դրսում ապրող հայը միևնույնն է լինելու է Վրաստանի հայ, լինելու է Ռուսաստանի հայ, Միացյալ Նահանգների հայ եւ իր համար կարող է պատահի նաեւ առաջնահերթ լինի այդ ինքնությունների, ազգային ինքնությունների բանում, իր ազգային ինքնությունը ինքը հայ է մնում, բայց ինքը քաղաքացի է այլ երկրների։ Եվ մենք չպետք է անենք այնպես, որ ինքը մտնի ճնշման տակ հայտնվի, հա, այդ երկուսի միջև։ Ինքը պետք է կարողանա ոչ միայն ընտրի ազգային ինքնությունը հայ լինելը, հպարտ պատասխանի այդ հարցին ով ես դու, եւ կարողանա նաեւ մասնակցի։ Իսկ մասնակցությունը էլ եմ ասում, դա ստեղծագործական մարտահրավեր է մեր ազգի համար։ Չգտանք այդ հարցի պատասխան, ուրեմն մենք կորցնելու ենք սփյուռքը, մի սերունդ, երկու սերունդ մենք կորցնելու ենք միևնույն է սփյուռքը։ Եվ եթե մենք կորցնելու ենք սփյուռքը, մենք մնալու ենք մի այդ թոքով, որը որ ասում եմ հիմա շատ վատ վիճակում է գտնվում։ Ու իմիջիալոց ասեմ, որ թուրքական մասնագետները, պատմական ցեղասպանությունից հետո նույնիսկ իրանք միշտ դրել են այդ խնդիրը, որ այ հայերը որ սփյուռք ունեն, այդ սփյուռքն է որ մեզ համար խանգարող հանգամանք է։ Որ մնան են հայերը, որոնք զգացել են։ Այո, իհարկե միշտ դրա մասին խոսք եղել է։ Այ որ մնան են հայերը, որոնք որ միայն այս տարածքում են բնակվում, իրանց հետ ավելի հեշտ է մեզ լինելու լեզու գտնել։ Ինչու լեզու գտնել, որովհետև մենք ունենք բոլոր լծակները, ոչ ելք ունեն դեպի ծով, ոչ այլ կապիտալներ ունեն զարգացած տնտեսությունը զարգացնելու համար, այսինքն միշտ մեզնից կախված են լինելու։ Միայն այդ մարդկային կապիտալն է, որ իրանց միշտ մտահոգել է։ Դրա համար եթե մենք կտրում ենք այդ մի թելը, իսկ այդ թելը ընդհանուր է հիմա բոլորիս համար, դա զգացմունքային է, բայց շատ իմաստավոր, հա, բան է, թել է, որը որ մեր պատմական, ուրեմն մեր ազգային ինքնության համար շատ կարևոր մաս է։ Պարոն Մարտիրոսյան, այսօր արդեն եղելություն է, որ ռուս-ուկրաինական պատերազմում ավելի շատ հայեր են զոհվել, քան 20 թվականին Արցախում, թվերը կան։
Եվ մենք վերջին Իսրայելի այս դեպքերից տեսանք, թե օդանավերով ինչպես են մարդիկ վերադառնում հրեաները պատերազմի, սա ավելի շատ հայ ինքնության բացակայության խնդիր էր, որ մեր ազգի ներկայացուցիչները այլ պատերազմում ավելի հոժար կամքով են զոհվում, քան իր պետության ազատագրական պայքարում, թե արժեքների, որի մասին խոսելու ենք հաջորդ հաղորդման մեջ։ Դե այստեղ համարժեքների խնդիր է իհարկե, բայց ցավալի պահանջանում է, որ մարդը, որ բնակվում է այլ երկրում, ինչպես էլ ինքը ձևակերպի իր երկրորդ ինքնությունը, այդ ազգայինը, ասի, որ ես հայ եմ, բայց Ռուսաստանի քաղաքացի եմ, հայ եմ, բայց Ուկրաինայի քաղաքացի եմ եւ այլն։ Ինքը պետք է այդ երկրի ամենակարևոր պարտականությունները, պարտավորությունները իրականացնի, հա, ծառայի բանակում, հարկերը տա եւ այլն եւ այլն։ Ես երբ որ մտածում եմ այդ հարցի մասին, ես նաեւ մտածում եմ, որ իհարկե տարբերությունները մնալու են։ Դրսում ապրող հայերը երբևիցե չեն հավասարվելու հայերի հետ, որոնք որ ապրում են այս տարածքում։ Ինչու, որովհետեւ այս տարածքում հայերը որ ապրում են, իրանք ծառայում են բանակում, իրանց երեխաներն են ծառայում բանակում։ Իսկ հայը որ դրսում ապրում, իր երեխաները չեն ծառայում բանակում։ Հա, բայց հիմա հիբրիդային պատերազմներ կան, մտավոր լիքը բաներ կարելի է անել, այսինքն ֆիզիկապես միգուցե մարտի դաշտում չլինել, բայց մատակարարել 200 անօթաչու եւ դրանով իսկ ապացուցել հայրենասիրությունը։ Այո, այդ ամենը դառնում է հնարավոր, մենք փոխվում է թե պատերազմը, ձևակերպումները եւ թե պահանջները, ինչն է պահանջվում պատերազմում մասնակցելուց, բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում ասել, որ եթե մենք չենք հավասարվելու հայերին, որոնք որ քաղաքացիություն ունեն եւ ապրում են այս տարածքում, ապա հնարավոր է գտնել մի ձև, որտեղ մեր մասնակցությունը չի հավասարվի մասնակցությանը։ Այ եկեք այստեղ կանգ առնենք, եկեք փորձենք ամենայն դեպս ձևակերպենք։ Մի քիչ առաջ այդ հարցը կար, հա, ինչ կարող ենք տալ միջին վիճակագրական սփյուռքահային, որպեսզի ինքը ձևակերպի ինքնությունը եւ զգա թիմոսի մի մաս, բայց եւ այնպես չտանք այնքան արտոնություններ, որ նա հավասարվի այստեղ ապրող, այս հողը պաշտպանող հային։ Սփյուռքում բնակվող հայը, որը որ չի ծառայել բանակում, չնայած կան Հայաստանում էլ մարդիկ, որոնք որ չեն ծառայել բանակում, չես ծառայել բանակում, ուրեմն քո ձայնը չի հավասարվում 1-ի, հավասարվում է 0.5-ի կամ դե թող լինի 0.25, նայած ոնց ենք բանակցում, ինչի են գալիս, հա, այս հարցում։ Դու հարկեր չես տալիս այս երկրում, ուրեմն եւս մի քանի տոկոս իջացավ, բայց դու կարող ես, չէ, դրսում նաեւ ապրելով կարելի է գտնել մի ձև, որտեղ դու այդ հարկերը տալիս ես։ Հələ կարող է պատահի քո հարկերը ավելի մեծ լինեն, քան հայինը, որը որ ստեղ է հարկեր տալիս։ Մարդկային կապիտալը միայն կարող է ծառայի ազգային պետությանը, միայն եթե պահպանվի ազգային ինքնությունը։ Եթե մարդը չի զգում, որ ինքը այդ համայնքի անդամ է, եթե ինքը չի ընտրում որևէ մեկին, որը որ ոչ բոլոր հարցերում, բայց ինչ որ հարցերում նաև ունի ձայն, հա։ Ես չգիտեմ, 2 կամերային կարող է լինի մեր ազգային ժողովը, ես չգիտեմ ինչպես, ես չեմ ասում հիմա պրեսկրիպցիաներ, հա, ինչպես ինչ լուծումներ պետք է տա, բայց կա փորձ, կա ստեղծագործական այդ միտքը, որը կարա մեզ թույլ տա, բարձրացնի մասնակցությունը մարդկանց, որ իրանք ընտրեն իրանց ներկայացուցիչներին խոսքի օրինակ, որոնք որ այստեղ կարող է պատահի որոշ հարցեր, որոնք որ պետք է սահմանված լինեն, որ հարցերում իրանք քվեն կարող է ունենա ազդեցություն որոշում ընդունելու վրա։ Դա չի կարող լինել խաղաղություն եւ պատերազմ հարցում խոսքի օրինակ, բայց դա կարող է լինի, ինչու՞ չէ, առողջապահական հարցում, կամ կարող է լինի բնապաշտպանական հարցերում, պետք է մտածել, պետք է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ մասնակցեն։ Եվ դա է, որ օգնելու է, որ մենք պահպանենք ինքնությունը, որ ավելի շատ իրենք մասնակցեն, որ պետություններ ավելի շատ հոգա իրենց կարիքների մասին։ Նույնիսկ լեզուն պահպանելու համար, լեզուն սովորելու։ Այսօր երեխայի ուղարկելու համար հայկական դպրոց, Սփյուռքում ապրող ոչ բոլորը կարող են, հա, այդպիսի ճոխություն թույլ տալ։ Եկեղեցում, կիրակի օրերին, այո, դա էլ Իսկ դրանք էլ լինեն տոկոսով, բալով,
ինչ որ համակարգ Այո, երկու կողմանիա չէ ճանապարհը, այսինքն պետությունն ինչ որ չափով պետքա Դուք վտանգավոր մարդ եք, դուք չափորոշիչներ եք ուզում ստեղծել։ Ես ուզում եմ որ մենք առաջերտին լինենք այն ինչ որ մենք մեր մասին միշտ մտածել ենք, որ մենք ստեղծագործ ազգ ենք, որ մենք կարող ենք այս նոր պայմաններում ոչ թե հետևենք ինչ որ այլ ազգերի անցած ճանապարհներին, որպես կլիշե ընդունել, որ դա վերջի ատյանի ճշմարտությունն է։ Ձեր կարծիքով ինչ որ ազգի ճանապարհը ընդհանրապես կիրառելի է հայկական իրականության համար։ Իհարկե մենք կարող ենք ասենք որ կան ազգեր, որոնք որ նման ճանապարհ են անցել։ Էլեմենտներ վերցնենք։ Վերցնենք էլեմենտներ, իրենց փորձից սովորենք, բայց միևնույնն է մենք պետք է ստեղծագործենք մերը։ Կերտենք մերը եւ հասկանանք ինչու ենք մենք դա անում, ինչու է դա կարեւոր։ Մենք պետք է ի վերջո պատասխանենք հարցի, ինչու է կարեւոր ազգային ինքնությունը պահել։ Եվ այդ հարցի պատասխանը ես անձամբ ունեմ, որովհետեւ ես համոզված եմ, որ հայկական ինքնությունը դեր շատ ասելիք ունի մարդկության առաջադիմության համար։ Մենք ունեցել ենք, մենք տվել ենք աշխարհին ոչ միայն մենա, նարեկացու ենք տվել, մենք տվել ենք շատ բան ենք տվել, բայց մենք ունենք նաև դեր ասելիք։ Եվ քանի որ ունենք այդ ասելիքը, մենք պետք է ունենանք պայմաններ, որտեղ մեր ինքնությունը կարող է ապահով զարգանա եւ այդ ասելիքները կավելանան։ Եվ երբ որ ասում եմ առաջադիմություն, ես նկատի ունեմ միայն տեխնոլոգիական կամ գիտական, բաների վրա հիմնված առաջադիմությունը, ես նկատի ունեմ այն ինչ որ շատ կարեւոր է մեզ համար, առաջերտին հումանիզմն է, մարդասիրական բանն է, որտեղ մենք ունեցել ենք համամարտկային է։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ինձ մնում է ձեզ հիշեցնել, որ Տիգրան Մեծի օրոք Հայաստանի բնակչությունը 3.5 միլիոն էր, այն ժամանակ 230 միլիոն էր բնակչությունը առհասարակ երկիր մոլորակում, իսկ դա կազմում էր ընդհանուր երկիր մոլորակի 3.5%-ը։ Այսօր Հայաստանում մնացել են գրեթե 3 միլիոն, իսկ դա կազմում է 8 միլիարդից 0.03%-ը։ Եվ եթե մենք չգտնենք մեր ինքնությունը, համենայն դեպս չսկսենք այդ հարցերը արծացել եւ ճիշտ դիրքավորել, ապա շատ չի անցնի, երբ այդ 0.03-ն էլ կդառնա առ ոչինչ։ Մնաք բարյավ։